Եթերում լուրերի ժամն է, բարի երեկո։ Եվ այսպես վարչապետը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, միջոցառումն անցկացվել է Էրմիտաժ թանգարանային համալիրում։ Ողջույնի խոսք է հղել Ռուսաստանի ղեկավարը Վլադիմիր Պուտինը կարևորել է ԱՊՀ շրջանակում համագործակցության զարգացումն ու ընդլայնումը, հույս հայտնել, որ հաջորդ տարի ևս գործակցությունը բոլոր ոլորտներում կընդլայնվի։ Երկրների առաջնորդներն Էրմիտաժի տնօրենի ուղեկցությամբ շրջայց են կատարել թանգարանային համալիրում, ծանոթացել ցուցանմուշներին։ Նրանք եղել են նաև Հայաստանի մշակույթի և արվեստի սրահում։ Ավելի վաղ վարչապետը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարներին դիմավորել է Ռուսաստանի նախագահը։ Նախ տեղի ունեցել նեղ, ապա ընդլայնված կազմով նիստը։ Քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ շրջանակում նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկայի ձևավորմանը, ԵԱՏՄ հաջորդ տարվա բյուջեին, երրորդ երկրների հետ գործակցությանը վերաբերող հարցերին։ Նիկոլ Փաշինյանը ելույթում հաստատել է Հայաստանի հանձնառությունը ԵԱՏՄ շրջանակում փոխշահավետ գործակցությանը ի նպաստ տարածաշրջանի տնտեսական կայունության և կայուն զարգացման։ Այս տարին հատկապես նշանակալից էր ԵԱՏՄ-ի միջազգային համագործակցության առումով։ Ընդլայնվում է փոխգործակցությունը հիմնական գործընկերների՝ Իրանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Մոնղոլիայի, Չինաստանի և Հնդկաստանի հետ։ Միաժամանակ բացվում են նոր շուկաներ, ինչն էլ նպաստում է արտահանման և ներմուծման դիվերսիֆիկացիային և ամրապնդում ԵԱՏՄ-ի դիրքերը համաշխարհային տնտեսությունում։ Այս համատեքստում իհարկե ողջունում ենք Ինդոնեզիայի Հանրապետության հետ ազատ առևտրի համաձայնագրի մասին ստորագրումը։ Հայաստանի Հանրապետությունը կարևորում է նաև ԵԱՏՄ-ի հետ համագործակցությանը կայուն հետաքրքրություն ցուցաբերող դիտորդ պետությունների հետ կառուցողական երկխոսության զարգացումը։ Ներքին շուկայի անխափան գործունեության ապահովումն ինտեգրման առաջնահերթ նպատակներից մեկն է։ Սա ենթադրում է խոչընդոտների հետևողական վերացում, կարգավորչական ընդարձակարգերի թվայնացում և պարզեցում, ինչպես նաև տնտեսական գործընթացի բոլոր մասնակիցների համար հավասար մրցակցային պայմանների ստեղծում։ Համոզված եմ, որ հանձնաժողովն անդամ պետությունների կառավարությունների հետ համատեղ պետք է շարունակի լուծել զգայուն հարցերը փոխադարձաբար ընդունելի պայմանավորվածությունների մշակման միջոցով։ Թույլ տվեք ընդգծել տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները փոխադարձության, իրավահավասարության, ինքնիշխանության և ազգային իրավազորությունների սկզբունքների հիման վրա։ Այս համատեքստում ցանկանում եմ նշել, որ տեղի ունեցող բարենպաստ և կառուցողական փոփոխություններն ավելի լայն տարածաշրջանի բոլոր երկրների համար նոր հնարավորություններ են ստեղծում, նպաստելով տնտեսական կայունության ամրապնդմանը և տարածաշրջանային հաղորդակցությունների ընդլայնմանը։ Այս առումով գնահատանքս եմ հայտնում Ադրբեջանի Հանրապետության նախագահին Ադրբեջանի տարածքով Հայաստան բեռների տարանցումն ապաշրջափակելու, ինչպես նաև երկկողմ մեկնարկի համար պայմաններ ստեղծելու որոշման համար։ Սա տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու առաջին նշանակալի նվաճումներից մեկն է։ Տավուշի Մարսկ իրանց գյուղ, մեր երեխաները երջանիկ են։ Ազգային ժողովի նախագահն է տեսանյութ հրապարակել Facebook-յան էջում կից գրառմամբ. «Սա է իրական Հայաստանը, լավ դպրոց, անվտանգ սահմաններ և խաղաղություն»։ Դեկտեմբերի 20-ից 21-ը Հրազդան քաղաքում անցկացվել է Արցախից տեղահանվածներին օգնություն տրամադրելու մարդասիրական ծրագրի հերթական փուլը։ Միջոցառման շրջանակում աջակցություն է ստացել մոտ 400 ընտանիք, այդ թվում մինչև 3 տարեկան երեխա ունեցող ընտանիքներ։ Մանրամասները տեսանյութում։ Դեկտեմբերի 20-ից 21-ը Հրազդան քաղաքում անցկացվեց Արցախից տեղահանվածներին օգնություն տրամադրելու մարդասիրական ծրագրի հերթական փուլը։ Միջոցառման շրջանակում աջակցություն ստացավ շուրջ 400 ընտանիք, այդ թվում մինչև 3 տարեկան երեխա ունեցող ընտանիքներ։ Տեղահանվածները ստացան սննդամթերքի և հիգիենայի առաջին անհրաժեշտության հավաքածուներ, ինչպես նաև մանկական սննդով առանձին փաթեթներ։ Եվրասիա միջազգային կազմակերպության կամավորների թիմի ղեկավար Արամ Ղուկասյանի խոսքով ծրագրի մեկնարկը դեռ ամռանն էին տվել, արդեն իսկ 5500-ից ավելի ընտանիքներ ստացել են աջակցություն։ Առաջին հայացքից փոքր թվացող միգուցե օգնությունը շատ մեծ դեր ունի, շատ մեծ կարևորություն ունի։ Նախ շատ մեծ եւ ցավալի իրավիճակ է, երբ որ հասկանում ես, որ քաղաքացիները իրոք ունեն այս հումանիտար օգնության կարիքը, սա ձևական չի, ինչ որ բնույթ չի կրում, այլ իրոք քաղաքացիները ունեն սրա կարիքը, իրենք նույնպես դիմում են, մենք փորձում ենք հնարավորինս կերպով իրենց աջակցել եւ դրանից բացի նրանք հասկանում են, որ նրանք անտեսված չեն,
Առաջին հերթին նրանք հասկանում են, որ անտեսված չեն, որ նրանց մասին մտածող կա, նրանց հոգսերով անհանգստացողներ կան։ Հրազդանում ապրում եմ մոտավորապես 3 տարի, կամավորական ցանկացել եմ դառնալ, որպեսզի օգնեմ մարդկանց եւ նրանց ընտանիքներին։ 3 մոտավորապես 4 մեքենա մեծ դատարկել ենք այս տոպրակները։ Հրազդանում իրականացված մարտահրավերական ակցիան անցկացվել է Արցախից տեղահանվածների աջակցության լայնածավալ ծրագրի շրջանակում, որը իրականացվում է Ռուսաստանի Դաշնության կողմից։ Ծրագիրը կազմակերպել է ռուսական մարտահրավերական առաքելություն կազմակերպությունը Եվրասիայի հետ համատեղ։ Ռուսաստանը ձեզ հետ է ծրագրի շրջանակում, ինչպես նաև տեղական իշխանությունների ու կամավորների աջակցությամբ։ Առաջին հերթին մենք կենտրոնացնում ենք մեր ջանքերը, որպեսզի սնունդ եւ հիգիենայի պարագաներ տրամադրենք բազմազավակ ընտանիքներին, առաջին կարգի հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքներին, ովքեր ռազմական գործողությունների հետևանքով զրկվել են կերակրողներից, վիրավորում ստացած անձանց ընտանիքներին, ինչպես նաև մանկասակ երեխաներ ունեցող ընտանիքներին եւ միայնակ թոշակառուներին։ Փաթեթի պարունակությունը բաղկացած է երկարաժամկետ պահպանման համար նախատեսված սննդից, կիսաֆաբրիկատներ, մակարոն, հացահատիկ, հիգիենայի պարագաներ եւ այլն։ Մանկական փաթեթում ռուսական արտադրության ապրանքներ են։ Պաշտպանության նախարարության աջակցությամբ մենք այդ ապրանքները հասցրեցինք Հայաստան։ Դրանք մանկական կերեր են, թխվածքաբլիթներ, շիլաներ, լուծվող թեյեր, ատամի խոզանակներ, անձեռոցիկներ, մանկասակ երեխաների համար հատուկ ատամի մածուկներ, քսուկներ։ Ունիվերսալ հավաքածու է, որն ընդհանուր առմամբ 4 հոգանոց ընտանիքին թույլ է տալիս 1 ամիս ապրել։ Արցախից բռնի տեղահանված ընտանիքներ շատ կան ինչպես Հրազդան քաղաքում, այնպես էլ հարակից գյուղերում ու քաղաքներում։ Աջակցության մասին սոցիալական ցանցից են իմացել, լրացրել իրենց անձնական տվյալներն ու հիմա եկել են այն ստանալու։ Արցախից բռնի տեղահանված ընտանիքների մեծ մասն ապրում է սոցիալապես ծանր պայմաններում։ Շեշտում են տրամադրվող օգնությունը իրենց համար խիստ անհրաժեշտ է։ Օնլայն եմ իմացել, դիմել եմ, Փարքաստուծո գոհեմ, շահառու եմ դարել, ու կուզեի այս ծրագիրը շարունակական լինի, չեմ ասում, անմիջապես միշտ ես օգնեմ, այլ օգնում եմ մեր բոլոր Արցախի ժողովրդին։ Ես չեմ ուզում մեկը, որ ասենք բազմազավակ չի, 62 երեխա ու ավելի կարիքա իրան էլ հասնի, սաղին հասնի, որտեղ սաղ էլ դրա կարիքը զգում եմ։ Շնորհակալ ենք իհարկե ավելի մի քիչ մեղմելու, այս դժվարին իրավիճակին, ցանկացած էլ եմ ասում, ցանկացած օգնություն, ցանկացած միայն ամենաչնչին բանն էլ, որ ժողովրդի համար թվում է դա մի չնչին բան է, մեր համար իրոք էլի կողքից օգնությունն է, որ մի փոքր մեղմացնում է, մի փոքր ավելի թեթևացնում է մեր հոգսը։ Ռուսական մարտահրավերական առաքելությունն 2010 թվականից իրականացնում է մարտահրավերական, բժշկական եւ կրթական ծրագրեր աշխարհի տարբեր տարածաշրջաններում եւ 2020 թվականից համակարգված աջակցություն է ցուցաբերում Հայաստանի բնակչությանը։ Ծրագիրը մեկնարկել է հուլիսի 31-ին եւ իրականացվում է մի քանի փուլով ըստ պլանի մինչեւ դեկտեմբերի վերջ, սակայն որոշում է կայացվել շարունակել աջակցությունը 2026 թվականին նույնպես, իսկ մինչ այդ նրանց հաջորդ կանգառը կլինի Սյունիքի մարզը։ Այս տարվա ձմռան ամիսների համար կազմվել է ձնամաքրման, սանմաքրման աշխատանքների գործողությունների պլանը։ Միջոցառումների ցանկը իրազեկված են բոլոր պատասխանատու կառույցները։ Քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է քաղաքապետի խորհրդական Կամո Արենյանը։ Պարոն քաղաքապետ, այս պահի դրությամբ արկա ռեսուրսները բավարար չափով պատրաստ են, բավարար չափով կուտակված են նաև Նոր-Նորք, Արաբկիր 2 կետում եւ Շենգավիթ 1 կետում համապատասխան աղ ու ավազի խառնուրդը։ Առաջի խմբականակը անհրաժեշտ պատրաստ է, դրացուցիչ ԵԱՍՄ հիմնարկը ներկրում է աղ եւ ավազ։ Այս հարցը եւս այս պահի դրությամբ անհրաժեշտ ռեսուրսի չափականակով պատրաստ է։ Պարոն քաղաքապետ, մենք ունեցել ենք միշտ քրոնիկ մի խնդիր։ Նա Երևանի ավականու 2009 թվականի Պարտադիր բարեկարգման կանոնների մասին ավականու որոշման կանոնների պահպանումն է, տնտեսվարող բոլոր սուբյեկտների կողմից, այն է, որ բոլորը պարտավոր են նաև ձմռան ամիսներին մաքրելու իրենց կցված սպասարկման տարածքը, մայթեր, հարակից տարածքներ։ Եվ մշտապես ձմռան նախապատրաստական աշխատանքների համատեքստում վարչական շրջանի ղեկավարները պետք է ծանուցեին այդ տնտեսվարողներին իրենց պարտականությունը կատարելու համար։ Մտահոգությունս այն է, պարոն քաղաքապետ, որ այս պահի դրությամբ նախնական վարչական շրջաններից վերցած ինֆորմացիայի համաձայն 9088 տնտեսվարողներից ծանուցում ստացել են 4156-ը։ Այս պահի դրությամբ 100%-ով ծանուցել է Քանաքեր Զեյթուն վարչական շրջանը, Նուբարաշենը
եւ Նորք Մարաշը 85-ից 80-ին։ Մնացածի մոտ գրեթե կիսով չափ ծանոթությունները իրականացված չեն։ Խնդրանքս է ձեզ, պարոն քաղաքապետ, հանձնարարական վարչական շրջանների ղեկավարներին այս կանոնների կատարումը պահպանելու համար ծանոթեն բոլոր տնտեսվարողներին եւ սահմանեն խստագույն հսկողություն բոլոր տեսակի օբյեկտների նկատմամբ եւ երկրորդը խիստ հսկողություն սահմանեն հենց այսօրվանից անկախ այն բանից անտեղումներ կան չկան մինուս ջերմաշան է գրանցվում գիշերը բոլոր ավտոլվացման կետերի նկատմամբ որոնք ջուրը բաց են թողնում փողոց գիշերը սարսակալում է եւ ստիպված է ԵԱՍՄ հիմնարկը բարեկային ծառայության հետ իրականացնելու այդտեղ լրացուցիչ աշխատանքներ։ Երևանի կանգառներում տեղադրվում են էլեկտրոնային չվացուցակի էկրաններ, որոնք ցույց են տալիս, թե հանրային տրանսպորտը քանի րոպեից է մոտենալու տվյալ կանգառ։ Քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշվել է, որ ներկրվել է 42 չվացուցակ, 35-ն արդեն գործում է։ Մինչև տարեվերջ բոլորը կտեղադրվեն։ Տեղադրման գործընթացը կառավարելու համար սարքավորումներից 35-ը արդեն իսկ տեղադրված են եւ գործում են։ Մի քանիսը ներկայացնեմ։ Երեք վարչական շրջաններում է տեղադրված էլեկտրոնային չվացուցակի սարքավորումները, այս պահին ինչպես ասեցի 35-ն են, մինչև տարեվերջ բոլորը կտեղադրվեն։ Շնորհակալ եմ, պարոն Մանուկյան, ինչպես եւ խոստացել ենք, սիրելի երևանցիներ, Երևանյան կանգառներում արդեն հայտնվում են էլեկտրոնային չվացուցակի էկրանները, որոնք որ ցույց են տալիս, թե մեր հանրային տրանսպորտը քանի րոպեից է մասնավորապես մոտենալու։ Այժմ առաջարկում եմ ծանոթանալ աշխարհում կատարվող իրադարձություններին։ Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցները հարվածել են հենց Եվրոպային։ Նման կարծիք է հայտնել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Բրյուսելը խոստացել է, որ պատժամիջոցները կկործանեն Ռուսաստանը, սակայն դրա փոխարեն կործանվել է Եվրոպան։ Այս մասին Օրբանը գրել է X սոցիալական ցանցում։ Նրա խոսքով պատժամիջոցները չեն հասել Ռուսաստանին կործանելու նպատակին։ Փոխարենը նրա խոսքով Եվրոպայում կտրուկ բարձրացել են էներգակիրների գները, անկում է գրանցել մրցունակությունը։ Ավելի վաղ Օրբանը ամփոփելով Եվրամիության գագաթնաժողովը հայտնել էր, որ Եվրամիության գագաթնաժողովում ընդունված որոշումը Ուկրաինային 90 միլիարդ եվրո գումարի անտոկոս վարկ տրամադրելու վերաբերյալ Եվրոպային մոտեցնում է պատերազմի։ Ուկրաինական պատերազմի դադարեցման վերաբերյալ ամերիկյան ծրագրում Եվրոպայի եւ Ուկրաինայի կողմից առաջարկվող փոփոխությունները չեն բարելավում առկա փաստաթուղթը եւ խոչընդոտում են երկարատև խաղաղության հաստատմանը։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Հարցին, թե տեղեկություն ունի արդյոք Ռուսաստանի նախագահի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևի Մայամիում ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքի մասին, նա տվել է բացասական պատասխան։ Ռուսաստանի Դաշնության նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը դեկտեմբերի 21-ին ավարտել է ԱՄՆ-ի հետ ուկրաինական կարգավորման հարցով երկօրյա բանակցությունները, որոնք տեղի էին ունենում Մայամիում։ Ամերիկյան կողմից հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը եւ ձեռնարկատեր Ջարեդ Քուշները։ Մոսկվայի հարավում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվածը Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ պատրաստվածության վարչության պետ գեներալ լեյտենանտ Ֆանիլ Սարվարովն է։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սվետլանա Պետրենկոն։ Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն հայտնել էր, որ Մոսկվայի հարավում տեղի ունեցած միջադեպի հետևանքով 1 մարդ վիրավորվել է, վնասվել է 1 մեքենա եւ հարուցվել է քրեական գործ։ Ստացած վնասվածքների հետևանքով մահացել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ պատրաստվածության վարչության պետ գեներալ լեյտենանտ Ֆանիլ Սարվարովը, հայտնել է Պետրենկոն։
Չինաստանը կտրականապես դեմ է հանդես գալիս ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա նավերի կամայական զավթմանը եւ անօրինական միակողմանի պատժամիջոցների կիրառմանը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լի Ցզյանը, անդրադառնալով վենեսուելական նավթատար նավի հետ կապված միջադեպին։ Արտգործնախարարության խոսնակը նշել է, որ նման գործողությունները խախտում են ՄԱԿ-ի կանոնադրության նպատակները եւ սկզբունքները, ինչպես նաեւ այլ պետությունների ինքնիշխանությունը եւ անվտանգությունը։ Չինական կողմը աջակցություն է հայտնել Վենեսուելայի անկախ զարգացման եւ նորմալ միջազգային համագործակցության իրավունքին։ Դեկտեմբերի 10-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է վենեսուելական նավթ տեղափոխող պատժամիջոցների տակ գտնվող նավթատար նավի նկատմամբ հսկողություն հաստատելու մասին եւ նշել, որ Միացյալ Նահանգները պլանավորում է պահել նավթը։ Դանիայի արտաքին գործերի նախարարությունը պահանջում է, որ բոլորը, այդ թվում եւ Միացյալ Նահանգները, հարգեն Դանիայի թագավորության տարածքային ամբողջականությունը։ Հայտարարությունն արվել է այն բանից հետո, ինչ դեկտեմբերի 21-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հատուկ բանագնաց նշանակեց Գրենլանդիայի հարցով։ ԱՄՆ նախագահը վերջին ամիսներին բազմիցս հանդես է եկել դանիական տարածք համարվող Գրենլանդիան Միացյալ Նահանգներին միացնելու նախաձեռնությամբ։ Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լյոկե Ռասմուսենը կարճ հայտարարությամբ է հանդես եկել, նշելով, որ Գրենլանդիայի հարցերով հատուկ բանագնացի նշանակումը վկայություն է դանիական տարածքի նկատմամբ ամերիկյան կողմի շարունակվող հետաքրքրության։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գրենլանդիայի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց է նշանակել Լուիզիանայի նահանգապետ Ջեֆ Լենդրիին։ Ջեֆը հասկանում է, որ Գրենլանդիան կենսական նշանակություն ունի մեր ազգային անվտանգության համար եւ վճռականորեն կպաշտպանի մեր երկրի շահերը։ Այս մասին ԱՄՆ ղեկավարը գրել է իր սոցիալական հարթակում։ Լենդրին իր հերթին X-ում արած գրառմամբ շնորհակալություն է հայտնել նշանակման համար, նշելով, որ մեծ պատիվ է ծառայել կամավոր պաշտոնում եւ Գրենլանդիան դարձնելու ԱՄՆ-ի մաս։ Ճապոնիան Ֆուկուսիմայի աղետից գրեթե 15 տարի անց որոշում է կայացրել վերսկսել աշխարհի ամենամեծ ատոմակայանի Կաշիվազակի Կարիվայի աշխատանքները։ Նիկատա նահանգապետարանի ժողովը վստահության քվե է տվել նահանգապետ Հիդեյո Հանազումիին, որը նախաձեռնել է ատոմակայանի վերագործարկումը։ Քվեարկությունից առաջ նահանգապետարանի շենքի դիմաց բողոքի ցույց է անցկացվել, որին մասնակցել է շուրջ 300 մարդ։ Կաշիվազակի Կարիվան կլինի առաջին կայանը, որը վերաբացվելու է Tokyo Electric Power Co. կառավարման ներքո, որը նախկինում շահագործում էր վթարված Ֆուկուսիմա Դայիչի ատոմակայանը։ Կաշիվազակի Կարիվայի ընդհանուր հզորությունը բավարար է մի քանի միլիոն տուն էլեկտրաէներգիայով ապահովելու համար։ Կաշիվազակի Կարիվան, որը գտնվում է Տոկիոյից մոտ 220 կիլոմետր հյուսիս-արևմուտք, այն 54 ռեակտորներից մեկն է, որոնք փակվեցին Ֆուկուսիմայի էլեկտրակայանը վնասած 2011 թվականի երկրաշարժից եւ ցունամիից հետո։ Արմինե Գևորգյան, Update լրատվական։ Շարունակենք, Մալաթիայի համայնքային ոստիկաններն ատրճանակներ եւ թմրանյութ են հայտնաբերել, մեկ անց ձերբակալվել է, մանրամասները տեսանյութում։ Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում դեկտեմբերի 18-ին քրեական եւ համայնքային ոստիկաններն ու Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի քննիչները խոզարկություններ են կատարել Երևանի բնակիչ 44-ամյա տղամարդու բնակության եւ աշխատանքի վայրերում։ Ըստ մեր կողմից ստացված օպերատիվ տեղեկության 44-ամյա տղամարդը իր բնակության վայրում եւ աշխատասենյակում պահում էր ապօրինի զենք զինամթերք, ինչպես նաեւ թմրանյութ, որը հաստատվեց կատարված խոզարության ընթացքում։ Խոզարկությամբ 44-ամյա տղամարդու աշխատասենյակում հայտնաբերվել են սպիտակ բյուրեղանման եւ փոշենման զանգվածներ ու սպիտակ հետքերով գլանակ։ Կուրղինյան փողոցում գտնվող նրա տանը կատարված խոզարկությամբ հայտնաբերվել են 3 ատրճանակ, փամփուշտներ, պահեստատուփեր, հոգեմետ դեղահաբեր, տեղնականաչավուն զանգված, հեղուկանման զանգվածով գլանակներ, մոխրացած հետքերով կաթուցիչներ։ 44-ամյա տղամարդը զենք զինամթերք պահելու, կրելու, ինչպես նաև թմրանյութ պահելու եւ օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել եւ տեղափոխվել է համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժին, իսկ նրա կողմից շահագործող մեքենաները տեղափոխվել են բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Երևանի բնակիչ 44-ամյա տղամարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին, նա տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր, կատարվում է նախաքննություն։
Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Ոստիկանությունը նաև հրապարակել է պարեկների նախորդ շաբաթվա ծառայության արդյունքը։ Հայտնաբերվել է 404 ոչ սթափ վարորդ։ Դեկտեմբերի 15-ից 22-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4811 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 149 ավտոմեքենա, մասնավորապես հայտնաբերվել է ոչ սթափ 171 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 195, կեղծ վարորդական վկայականով երթևեկող 1 անձ, հայտնաբերվել է հաշվառման համարնիշի հետ կապված 32, չամրակապված վարելու 631, առանց մանկական նստատեղի քարսիթի 17, վարելու ընթացքում ծխելու 470, վարելիս հեռախոսից օգտվելու 322, հետիոտնին, որ սահմանված վայրով անցնելու 57 եւ 1516 այլ իրավախախտում, 154 մեքենա շահագործվել է առանց ապա պայմանագրի, 170-ը տեխնիկական զննություն չանցած, 86-ը լուսարձակների անսարքությամբ, 83-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով, 209-ը առանց ձմեռային անվադողերի։ Բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 63 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 14470 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 276 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է ոչ ստապ 233 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 385, կեղծ վարորդական վկայականով երթևեկող 8 անձ, հայտնաբերվել է նաև հաշվառման համարնիշի հետ կապված 64, չամրակապված վարելու 3402, առանց մանկական նստատեղի քարսիթի 147, վարելու ընթացքում ծխելու 392, վարելի հեռախոսից օգտվելու 523, հետիոտնի, որ սահմանված վայրով անցնելու 73, հարագության գերազանցման 2324 եւ 4549 այլ իրավախախտում, 381 ավտոմեքենա շահագործվել է առանց ապա պայմանագրի, 785-ը տեխնիկական զննություն չանցած, 871-ը լուսարձակների անսարքությամբ, այդ թվում 35 բեռնատար, 129-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով, 706-ը առանց ձմեռային անվադողերի, 62 վարորդ ուղղանվել է վարելիս նվագարկչի ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 53 անձ։ Կոռուպցիան եւ անօրինականությունը պետեկամուտների կոմիտեում տեղ չունեն, կոմիտեի նախագահն է հայտարարել։ Էդուարդ Հակոբյանը մի քանի սկզբունք է նշել։ Ստվերի եւ իրավախախտումների դեմ կոշտ պայքարն է, ես հիմա ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ դա, որ կոշտ է լինելու մեր պայքարը ստվերի եւ իրավախախտումների դեմ, իսկ կոռուպցիայի դեմ պայքարը կոշտից միգուցե նաեւ ավել անխնա պայքար է իրականացվելու։ Հիմա որպեսզի կարողանանք այս բոլոր առաջնահերթությունները եւ այս ծրագրերը կյանքի կոչենք, կարեւոր է ունենանք սկզբունքներ։ Այդ տեսանկյունից ես մի քանի սկզբունք առաջ կքաշեի, որի մասին խոսել եմ նաև պետական եկամուտների կոմիտեի անձնակազմի հետ, մասնավորապես դրանք են չի հանդուրժվելու միջակությունը, հին կարծրատիպերի դրսևորումը, մարդակենտրոնությունը եւ մարդկային արժեքները լինելու են առաջին տեղում, մեր պետության եւ հայրենիքին զարգացմանը նվիրումը պետք է նկատվի բոլոր գործողություններում, կոռուպցիոն եւ անօրինական ցանկացած երևույթ կոշտ արձագանք է ստանալու եւ այս ամենը պահանջելու եմ եւ ինձնից, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ եւ պեկում աշխատող բոլոր աշխատակիցներից։ Armflix-ում վաղը պրեմիերա է սպասվում, հարթակում կարող եք դիտել գնդապետ Սոսը հեռուստաֆիլմը։ Պապաս, Հայաստանի Հանրապետության եւ Արցախի ազգային հերոսը։ Կոմանդիր։ Արցախի պաշտպանական մարտերի մասնակից։ Ոսկե արծիվ շքանշան ունի։ Ում ասեմ, որ գնդապետ Սոսին եմ հանդիպել, չեն հավատա։ Արցախից դուրս եկած վերջին մարդկանցից է։ Աշոտ։ Մենք Արցախում ենք ապրում։ Հետո Երևան նոր կյանք սկսեցինք։ Հիմա էլ ստիպված եկանք լոզ։ Ինձ սիրուն է ամեն ինչ։ Ինչն է սիրուն։ Ոնց որ գյուղ լինի։ Ես գիտեմ, որ դու դժվարությամբ ես այս որոշումը կայացրել, բայց մենք հիմա մամային պետք ենք։ Մամայդ դուք եք պետք, դուք էլ ստեղ եք։ Արի դու մի սպասի ու գնա Հայաստան։ Մաման ամեն ինչը տալիս է Սյուզիին։ Մի քանի ժամ աստեղ եմ, ինձ օտար եմ ուզում։ Մենք վերադառնալու ենք մեր տուն։ Ով ինչ հիմարություն անում է, ասում են, բայց ազգին հաղթել կլինի։ Չէ, չի լինի։
Տուր ինձ Աշոտին։ Ուզում է ինձ ճնշի։ Ինձ է ուզում ճնշի։ Հերիքա։ Հայաստանում հերիք չի, հիմա էլ եկել են ստեղ են հայրենասիրություն խաղում։ Հայը մեղ կա, հային փող տվեք։ Ընկեր, հետևեսդ շատ լուրջ ընկացան։ Այդ իմ պրոբլեմն է, ես կլուծեմ։ Այսօր իմ տուն պոլիս էր եկել։ Գիտես ինչա մնացել ձեր քրիստոնեությունից։ Եկեղեցու կողքով անցնելուց խաչակնկվելու սովորությունը։ Փարք տիրոջը, որ քո նմանները քիչ են։ Ես շեն պատկերացնում։ Քո նմանների կռիվը անիմաստ է։ Քո մտածելակերպի մարդիկ որ շատ լինեն, մենք հիմա Հայաստանը չենք ունենա։ Քեր ես բան չեմ արել խափում եմ։ Քո երեխեքը քո հետ ապագա չունեն։ Քո պրինցիպի պատճառով ես պետք է ամեն ինչից հրաժարվեմ։ Նամե։ Դնդապետ քո մասին է այս երգը, ես գիտեմ քո հոգու խոր վերքը։ Եվ Երևանում մինչև դեկտեմբերի 26-ը տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանն էլ էապես չի փոխվի։ Այսքանը դուք դիտում եք Update լրատվականը, հիշեցնեմ վայրկյաններ անց վերլուծությունը վարչապետի այցի վերաբերյալ բաց չթողնեք, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, հաջողություն։